Սա Հալեբի ոսկերիչների արմիության կշեռքն է։ Մոտ 40 կշեռքներ ներառող ցուցահանդեսի շուրջ ռուսական արվեստի թանգարանի մասնագիտական թիմն ու ցուցադրական հայեցակարգի հեղինակ Հրազդան Թոքմաջյանը մտորել են դեռ 2023-ից եւ այժմ ավարտուն ցուցադրությամբ ներկայացնում են արվեստասերների գնահատմանը։ Այս նախագիծը նաեւ միջթանգարանային եւ հավաքորդների հետ գործակցության հաջողված օրինակ է։ Ցուցադրված են արժեքավոր նմուշներ ոչ միայն Հայաստանի եւ Երևանի պատմության թանգարանների, Մարկուս Գրիգորյանի Մատենադարանի, Փարաջանովի թանգարանի ֆոնդերից, այլև Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջանի, Կալամքերյանների եւ Հրազդան Թոքմաջյանի մասնավոր հավաքածուներից։ Բարձր գնահատելով Խորհրդային Միության ամենահայտնի հավաքորդներից մեկի Արամ Աբրահամյանի հավաքչական գործունեությունը, ռուսական արվեստի թանգարանը մշտապես պատրաստակամ է ցուցադրական տարածք տրամադրել հավաքորդներին։ Արամ Աբրահամյանը ինքը հավաքորդ էր եւ իր հավաքածուի հիման վրա Հայաստանում ստեղծվեց այս յուրահատուկ թանգարանը, ամեն տարի թանգարանը իր ժամանակավոր ցուցահանդեսների սրահը կարծես թե հարթակ որպես տրամադրում է նաեւ մասնավոր հավաքորդներին։ Վաղ միջնադարից մինչև 20-րդ դար օգտագործված ամենատարբեր ծագման կշեռքները ներկայացնում են կենցաղային այս առարկայի գեղարվեստական խորհրդաբանությունը, որը գալիս է դեռ ուրարտական շրջանից, հելենիստական եւ եգիպտական դիցաբանությունից մինչև մեր օրեր եւ առանձնահատուկ սիմվոլիկա է ստանում հատկապես քրիստոնեության շրջանում։ Միշտ շեշտում եմ, որ զարմանալի է, որ մի առարգա, որով կարող ես ցորեն եւ ծավալ կշռել գյուղում, գյուղական մի տեղ, մի հատ սովորական կենցաղային իրավիճակում, մեկ էլ հանգարց այդ կշեռքը հայտնվում է Ահեղ Դադաստանի պատկերների մեջ։ Եվ ինչպես ասացի, միջնադարյան մանրանկարչության մեջ բազմաթիվ օրինակներ կան, ուրեմն դժոխքի ավերման, Ահեղ Դադաստանի խաչելության պատկերներին զուգահեռ անպայման հանդես է գալիս կշեռքը։ Հրազդան Թոքմաջյանը հիշատակում է ամենաինքնատիպ գեղարվեստական լուծումները, որ տեղ են գտել մեր սրբապատկերներում, օրինակ Հալեբի Սուրբ 40 մանկանց մայր եկեղեցու Ահեղ Դատաստանի մեծադիր սրբապատկերը, որի առանցքային խորհրդանիշը կշեռքն է։ Հակոբ Հակոբյանի հեղինակած կտավում կշեռքի վրա դրված մորթազերծ կենդանու գլուխը խորհրդանշում է ստալինյան բռնաճնշումները, որը սակայն խիստ արդիական է նաև մեր օրերում։ Իսկ Փարաջանովի հայտնի կշեռքը հռոմեական ավանդույթի բազման խորհուրդ եւ առեղծվածային մեկնաբանությունն է։ Հիմք է ծառայել հռոմեական այդ ավանդույթը, որ Հռոմը հիմնադրած երկու եղբայրների Ռոմոսի եւ Ռոմոլոսի պատմությունն է, որ մեկը մյուսին սպանում է եւ ուրեմն այդ կշեռքի երկու նժարների վրա դրված է երկու գլուխ, երկու եղբոր գլուխներն են, մեկը երևի զոհը, մյուսը դահիճը, այդ ուրեմն ենթատեքստով։ Իսկ առաջիկայում ռուսական արվեստի թանգարանը հանդես կգա միջթանգարանային գործակցության նոր նախագծով։ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հետ թանգարանում կներկայացնեն նրանց դիմակների հայտնի շարքը։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։